Բարև ձեզ սիրելի ընտրազանգված, արևմտամետ ուժեր, ռուսամետ ուժեր, տիեզերամետ ուժեր։ Ձեզ ողջունում է առաջին ռազմարանասիրականը Երևանի կենտրոնական շտաբից։ Չեք հավատա, բայց այսօր մենք խոսելու ենք ընտրություններից եւ հիմնականում ընտրություններից։ Նախընտրական կրքերը գնալով թեժանում են, չնայած իհարկե եթե համատենք 2008-ի ընտրությունների հետ, սառնոտ են կրքերը, բայց եթե չհամատենք 2008-ի հետ, լավ թեժացել են։ Այսօրվա թեժ կրքերով հաղորդման մեջ դիտենք։ Արամ Հարությունյանը կոչ է անում տեխնատորեն չմասնակցել ոչ մի բանի մեջ։ Ֆիգուրաշկան հանդես է գալիս տանող հանրապետական դաշտում։ Ռաֆին 45 համարի կոշիկ է հագնում։ Վտարանդի գրող հրապարակախոսը ընդդեմ առաջին ռազմարանասիրականի։ Օրվա հյուրը հայտարարել է հացադուլից ճիշտ հակառակը։ Եվ այսպես սկսենք մեր ավանդականացող էջից։ Քարոզափլավ 2013։ Հիշեցնենք, որ նախորդ սերիայում Արման Մելիքյանը այն թրաշով տեխնացուն, մի րոպե, Արամ Հարությունյանն է թրաշ։ Հա, հաստատ են թրաշ։ Ուրեմն Արամ Հարությունյանը հայտարարեց, որ հանելու է իր տեխնացությունը եւ սկսեց համոզել մյուս տեխնացուներին հանել իրենց տեխնացությունը։ Այս շաբաթ նա գնաց ավելի հեռու։ Հույդայի ԲՀԿ-ի ու ՀԱԿ-ի հետ խոսելու է, առաջարկելով բոյկոտել խորհրդարանի գարնանային նստաշրջանը, որ ազգային ժողովը ցրեն ու նոր ընտրություններ անցկացնեն։ Ինչու է անդադ փորձում ինչ-որ մեկին համոզել, որ ինչ-որ բան չանի, ինչ-որ բանում չմասնակցի։ Այո, եւ ամենակարևորը ստացվում է ինչ-որ մեկին ինչ-որ բան համոզել։ Առայժմ կարծես թե ես 3 ուժերին էլ փորձում եմ հանդիպել, կարծես թե իրանց մոտ չգիտեմ, ամենայն դեպս տեխնիկական խնդիրներ կա, առայժմ այդ հանդիպումը չի եղել, խոսքը 46%-ի մասին է։ Հա, դե մենք ամեն դեպքում հավատում ենք, որ ընդդիմությունը պատրաստ է համախմբվել Արման Մելիքյանի շուրջ, բայց Արամ Հարությունյանն է։ Հա, Արամ Մելիքյանը որ մեկն է։ Նույնն է, առանց թրաշի։ Հա։ Ամեն դեպքում տեխնատուն նաև անդրադարձավ իր նախկին փորձին նախագահ դառնալու հարցում։ Արամ Հարությունյանը մասնակցել է ընդամենը 3 նախագահական ընտրությունների։ Ընտրությունից ընտրություն տեխնացուի ընտրազանգվածը ավելացել է։ Կարծրատիպ է այն կարծիքը, թե նախագահի տեխնացուն մշտապես առաջադրվում է։ Սա նրա խոսքով իշխանության կողմից կազմակերպված սև PR է։ Իշխանությունը ոնց որ սառում են Արամ Հարությունյան։ Արամ Հարությունյանից, որովհետև նրա ընտրազանգվածը ընտրությունից ընտրություն աճում է։ Նախորդ ընտրությունները ինչքան էր։ Քանի ձայն եք հավաքել։ Ձայները ես ասեմ Մոտավոր, շատ մոտավոր։ Ոչ թե հավաքել եմ, այլ պահել են, այսքան ես թվեր իմ համար այդքան չեմ էլ հիշում։ Կարևորը որ հիշում է Վիկիպեդիան։ 2003-ին նա հավաքել է 854 ձայն, իսկ 2008-ին 2892։ Ահա, այս տեմպերով Արամ Հարությունյանը կարող է ծանրակշիռ խաղացող դառնալ արդեն 2088 թվականի առաջին եռամսյակում։ Տեխնացուն նաև պատմեց, թե ինչպես է տապալելու գործող նախագահին։ Ընդհանրապես Սերժ Սարգսյանը մի հատ շախ է հասկանում եք։ Այդ շախը ես տվել եմ, իմ երկու քայլանոց մատը ես եմ անելու։ Մեկ առաջադրվելով եւ հանելով։ Շատ դաժան շախումատ էր, վստահ եմ հիմա Սերժ Սարգսյանը արդեն խուճապի մեջ է հնդկական հարձակումից հետո։ Իդեպ գործող նախագահի քարոզարշավը գնում է շատ սրտաճմլիկ ու ոգեշնչված։ Հազարավոր մարդիկ ինքնաբուխ հավաքվում են մարզերում լսելու Սերժ Սարգսյանի բոցաշունչ ելույթները։ Իմ քաղաքական թիմի առջև այսօր կանգնած է բովանդակությամբ տարբեր մեկ այլ խնդիր՝ բարձրացնել իրականացվող բարեփոխումների որակական ու քանակական նշաձողը։ Բարակ Օբաման դեռ շատ հաց ու չիզբուրգեր պտի ունակը երազեր մարդկանց sense ոգևորեր ելույթներով։ Ոգևորված են, չէ՞ մարդիկ։ Շաբա ինչ են։ Ծրագրերը դարձնել առավել ապագայամետ, իսկ խնդիրների լուծելուն ուղղված մեթոդները ճկուն եւ հետևողական։ Տեսար ոնց է մեկը դրոշը խանդավառ թափ տալիս, բա։ Հա, էմոցիաները որոշ տեղերում այնքան են թեժանում, որ ընտրողները ուղղակի չէին դիմանում ու հանկարծ հայտնվեց Չե Գևարան։ Չեբուրաշկան։ Հա, կներեք։ Եվ հանկարծ հայտնվեց Չեբուրաշկան։ Сейчас Чебурашка скажет вам речь. У Чебурашкան ուզված, ոգևորված ոնց ասի, որ իր ընկերների սպասելի քարտարացնի, ասում է строили и наконец построили. Ура, լակոնիկ ոճով։ Էս ի՞նչ է կատարվում։ Ոնց անկեղծ գնահատանք ու սրտաբուխ մեծարում է տեղի ունենում ոնց որ։ Ուրեմն строил Արտուր Գևորգյանը, строил Ռուսլան Բաղդասարյան, դե так построили, որ մենք էլ հարցեր չունենք ձեզ տալու։ Եվ մենք հպարտ ենք, որ ունենք այսպիսի ղեկավարության
արժե համակարգի։ Հանձինես ձեզ։ Այս հանրապետականների երկրպագուները ուրիշ են, էլի։ Շատ աբդուշի մարդիկ են։ Շարունակվում է Հրանտ Բագրատյանի քարոզարշավը։ Հրանտ Բագրատյանը ներկայացնում է իր տնտեսական ծրագիրը։ Ինչ ես մեծ չոր ասում։ Դե որտեղ ինքն էլ աշա 4 թվերով տնտեսագիտական լեզվով խոսում, ավելի լավ կնար մի քանի հոգու ձեռքով սեղ մեր փողոցում բարևեր նյութ կունենան գոնե խոսալու, սկսենք։ Հիմնական աշխատանքային կենսաթոշակը կապվում է միջին աշխատավարձի հետ։ Հələ տեսեք։ Վերջի 15 տարին 35%-ից իջել է 25%-ի։ Ես ասում եմ, որ աշխարհում ցուցանիշը 35%։ Դե խելացի բաներ ասում, ինչ ես ուզում։ Հա, դե սենց մանրամասն տոկոսներով ամեն ինչ որ բացատրի, լավ պրոֆեսիոնալ տնտեսագետների 100%-ը նրան կընտրի իհարկե։ Բայց հասարակ մարդկանց հետ հասարակ լեզվով խոսալը։ Ես կենսաթոշակը մտցնում եմ համակարգի մեջ։ Ասում եմ, կաչի երկիրը դու էլ կաչես։ Երկիրը չի աճի, քունը չի պակասի։ Ես որոշակի ստաբիլիություն եմ մտցնում։ Իսկ մինչ Հրանտ Բագրատյանը ստաբիլիություն է մտցնում, Ազատություն ռադիոկայանի լրագրողը մտնում է Ռաֆի Հովենսյանեն տուն։ Այո, եւ մենք բացահայտում ենք Ռաֆիի բարի ժպտերեստ անկաշկանդ դեմքը։ Դե նես չի, որ սովորաբար ժպտերես չի։ Հայկական ընտանիքներում սովորաբար հյուրընդունելի սեղան են գցում եւ անընդհատ ուտել առաջարկում, ապա Հովանեսյանների մոտ դա ընդունված չէ։ Տիկին Արմինեն նախ առաջարկեց ուղակի զրուցել, հետո ցույց տվեց ընտանեկան ալբոմը, իսկ վերջում բացահայտեց ամուսնու անընդհատ քայլելու գաղտնիքը։ Ռաֆին իր օրից սկսում է այստեղից իր լավագույն ընկերն է։ Փաստորեն Ռաֆին լավ պարապում է նախքան քաղաքում քայլել։ Լավ, բացի սնունդի հարցից էլ ինչ բացահայտվեց Ռաֆու մասին։ Ռաֆի Հովանեսյանը չի նստում մեքենա, նա միանգամից նստում է ավտոբուս։ Բարի լույս։ Ինչպես եք, արեք։ Ձեր նախընտրած տեղը է դա պաստորը։ Չնամ նախընտրած դեր, բայց մեկը հարմար է։ Հաջորդ բացահայտումը Ռաֆի Հովանեսյանը հագնում է 45 համարի կոշիկ։ 45։ Սա որտեղ է արտադրանք է։ Տեղականներ ունեք, դրսի էլեմենտ։ 45 ունեք, Դեղական 45։ Իսկ դուք խիղճ ունեք, տեխնացուն գալիս է ձեր մոտ, իսկ դուք ինչ-որ տուզիկ 44, 43 չափսեր ունեք մենակ։ Իրեւ լրագրողը էլի նյուանսներ բացահայտեց այս բնագավառում։ Իսկ երբ պատահում է, որ կոշիկը կա, բայց այն իր ճաշակով չէ, ապա նա օգտագործում է հայկական առևտրի իր հմտությունները։ Մի հատ դառնանք, տեսնենք։ Հա։ Մի թողեք դառնա, նա այլևս հետ չի գա։ Ինչ դիվանագետ է։ Բայց ի վերջո կոշիկ գտավ։ Լայնքը բայց Նեղը, բայց մերն է կվերցնեմ սա։ Եվ այդպես նեղ կոշիկով, բայց լայն սրտով նա սկսում է այն, ինչին սպասում է ողջ ժողովուրդը։ Զանգվածային բարևումները։ Հիմա ինչ հնարավոր է, որ Ռաֆին վերջերս քայլելով ոտքի վրա հաղթի։ Հնարավոր է ամեն ինչ, եթե ժողովուրդը ցանկանա։ Ժողովուրդ ցանկանում ես։ Դե ամսի 18-ին կասեմ, էլի։ Հալով մի հատ ասա, ինչ ես մտածում, ինչ ես անելու։ Վայ դե համը արդեն հանում եք, ընտրությունները փակ քվեարկությամբ են, ամեն ես այն ժողովուրդը չէ, որ ամեն ինչ բացեի բաց ասեմ։ Լավ, ոնց ուզում ես։ Իսկ իմ կարծիքը հետաքրական չէ։ Ալո։ Ալո։ Դրեք։ Լավ, ժամանակ չկա մյուս տեխնացիների մասին։ Արման Մելիքյանը, մեր կան չենք խոսացել իր մասին։ Այդ Արամ Հարությունյանն էր թերաշխող։ Արման Մելիքյանը մի քիչ նեղացել է 3 տեխնացիների վրա։ Շատ քիչ։ Արման Մելիքյանը, անդրադառնալով նախագահի տեխնացուներ Հրանտ Բագրատյանի, Պարույր Հայրիկյանի եւ Ռաֆի Հովանեսյանի երեկվա հայտարարությանը, հիշեցնենք, որ հայտարարության մեջ նախագահի 3 տեխնացուները կարևորում էին հանրապետությունից բացակայող քաղաքացիների ցուցակների հրապարակումը, ինչի մասին բազմիցս բարձրաձայնում էր Արման Մելիքյանը։ Հա, Մելիքյանը իրոք դրա մասին բարձրաձայնում էր, որ իրան չեն խաղացրել։ Այն տեխնացուները, որոնք ըստ էության գուրգուրված են որպես
պարոն Սերժ Սարգսյանի առավել մրցունակ մրցակիցներ ստորագրում են միևնույն փաստի տակ, չեն էլ փորձում այլ տեխնոլոգիաներին ներգրավել քննարկումների։ Լավ չստացվեց մի տեսակ, ոնց էր այդքան լուրջ չեք վերաբերվում Մելիքյանին։ Հիմա կարող է Մելիքյանն էլ ջղայնանա ու պիտակավորի այդ երեքին։ Համարեք, որ հենց այդ եռանախագահությունն է իշխանության համար միասնական տեխնացու։ Իսկ այդ ընթացքում Պարույր Հայրիկյանը լուրջ կոալիցիա է սկսել կազմել ճարտարապետ Շինարարի դեմ։ Կոալիցիայի մեջ նա հրավիրել է համարյա բոլորին։ Այսինքն քանի տեխնացու եք ուզում միանալ ներողություն։ 4։ Ովքեր։ Հայրիկյան, Բագրատյան, Հովհաննեսյան, Սարգսյան։ Որևէ մեկին չեք դիմել այդ հարցով դեռ։ Չէ, իհարկե։ Դե հա, մինչև ընտրություններ ժամանակ դեռ կա, ահագին շտապել պետք չի, վերջին օրը կարելի է համախմբվել։ Բայց տեսեք, հետո ուշ չլինի, երբ սանտեխնիկ Շինարարը ճարտարապետ Շինարարը։ Հա, լավ, սանտեխնիկայից ընդհանրապես գլուխ չի հանում։ Դե կհանի երևի, բայց մի խոսքով Շինարարի հետ պետք է զգույշ լինել, վերջին հարցումները տեսել եք։ Ես բոլոր կայքերում, էլի մի քանիսը կան չեմ հիշում, ես առաջի տեղում եմ։ Ուղղակի ձեր բախտը բերել է, որ Շինարարը բարի է ու թողնում է մյուսներին մի քիչ թփրտան։ Իսկ ինչև երբ։ Բոլոր կայքերում առաջի տեղը ես եմ, բայց երկրորդ տեղը տարբեր մարդիկ են, երկրորդ, երրորդ տեղերը։ Դե ես մտածեցի, որ ակտիվ քարոզարշավ սկսելուց առաջ կարելի է հնարավորություն տալ մյուս տեխնացուներին իրենց դիրքերը մի փոքր բարելավել։ Ումոր չեք անում, լուրջ եք ասում։ Չեղավ, պարոն Մենացականյան, հեգնանք եմ զգում ձեր խոսքի մեջ։ Ձեր դեմը Հայաստանի 4-րդ նախագահն է։ Չի կարելի այդքան անլուրջ խոսել տիեզերքի հետ ուղիղ կապի մեջ գտնվող ու նախկին 3 նախագահներին գործի հրավիրող տեխնացուի հետ։ Գիտես, բայց հիմա որ սենց ասում ես, իրոք մի տեսակ սյուր է հնչում։ Հա, ես հրգացի։ Ժողովուրդ, դու ինչ ես կարծում։ Մեկ վարքյան, ինչու միայն ժողովրդի գարցիկը կհարցնեք, հենց տելետոնի ժամանակը կա, Սփյուռքի գարցիկը լավալ կհարցնեք, իրեն գտիմեք ֆինանսական աջակցությամբ, բայց հազիվ ընտրությունները սկսի, Սփյուռքին հարցնող չկա։ Սփյուռք ջան, բայց դու քաղաքացի չես ախր։ Ով է սա քաղաքացի չեմ։ Եգուր ճիշտ են գաս հարցը։ Մեկ մասս քաղաքացի է, իսկ մյուս մասս ուղղակի շատ մեծ ցանկություն է, որ այս ընտրությունները անցնին արդար եւ մարտավարի։ Սուրջան, կարող է iPad ուղարկես մի հատ քանիս տեղես։ Ես լուրջ բաների մասին կխոսեմ, դուք iPad կսեք։ Սփյուռք ջան, իսկ դու ո՞ր Սփյուռքն ես։ Մենակ արևմտյաններ, ինչ որ Մոսկվա մեջ չի մտնում։ Почему Россия тоже։ Մոսկվայից կարող ես մեզ երշիկներ ուղարկել։ Ужасная любовь. Давай, до свидания. Անդրեաս Ղուկասյանը շարունակում է հացադուլը, մենք շարունակում ենք մաղթել առողջություն։ Անձրևի տակ կազմակերպած ասուլիսի ժամանակ նա վերահաստատեց, որ շարունակելու է պայքարը առնվազն մինչև ընտրություններ, իսկ մենք փորձեցինք հետաքրքրվել, արդյոք նա շարունակում է մեղադրել մյուս տեխնացուներին։ Լավ, Սերգեյ Սարգսյանը ասում է, հարգելի Անդրեաս, արդյոք շարունակում եք համարել ձեր նախաձեռնության չմիացած տեխնացուներին ռեժիմի ջրաղացին ջուրն լցնողներ։ Այո, շարունակում ենք։ Բայց ուղիղ եթերը ներողություն, խնդրում ենք դուրս եկեք կադրից։ Հոպար ջան, այս կողմ ուղիղ եթերա բարևել է։ Բան չանի Ռաֆի Հովհաննիսյանը, հիմա ով ումտենա պետքա բարևի, հա, էսի շնորհքա։ Մի խոսքով, փաստորեն շարունակում է համարել մյուսներին ռեժիմի ջրաղացին ջուր լցնող։ Ու ոչ միայն մյուս տեխնացուները, հա, Վազգեն դու էլ ես ջուր լցնում ռեժիմի ջրաղացին։ Ես չեմ հասկանում, Վազգենի գարցիկը ավելի կարևոր է, քան թե Սփյուռքինը, ինչու ինձ չեք հարցնել։ Լավ, Սփյուռք ջան, դու ռեժիմի ջրաղացին ջուր լցնում ես։ Ինչպես։ Դե ընտրությունները չես բոյկոտում։ Բոյկոտել որ մեկն է, դու նստելը։ Դե հա, տան նստելը։ Չէ, դու նստել չեմ սիրել։ Տղեկ ստեղ եք դեր։ Հա, Վազգեն, ես ուր էիր։ Հետ գնացել էի ռեժիմի ջրաղաց, մի երկու վետրո ջուր լցրեցի եկային։ Հետո գոհես քեզանից։ Դե հիմա ջուրը լցնում ենք էլի։ Իսկ մեր հյուրն է այսօր քաղաքագետ Ղարիբ Թարսիկյանը, ով հայտարարել է ոնց էր այդ բառը։ Հացախզարում։ Նույն հացադուլն է, բայց լրիվ հակառակը։ Հա, հիշեցնեմ, որ պարոն Թարսիկյանը հայտարարել էր հացախզարում 4 օր առաջ։ Ինչու չընտրեցիք ավանդական հացադուլը։ Նախ, ինչպես տեսնում եք, հացադուլը այս տարի շատ-շատերը հայտարարեցին, ես էլ չեմ սիրում կրկնվել։ Հացախզարումը հացադուլի ավելի էքստրեմալ տարբերակն է, այս թվում է դա ակնհայտ է։ Տերտերը գրում են, որ ես կամքի ուժ ունեմ, բայց
այսքան ուտելու համար շատ ավելի մեծ կամքի ուժ է հարկավոր։ Կարող կետչուպ ունենաք։ Չէ, մեզ թվաց դուք կետչուպը կբերեք։ Իսկ գիշերները ինչ եք անում։ Գիշերները սիստեմա ենք միացնում, գլյուկոզան գալիս է, այսինքն չի դադարում հացախզարումը։ Դա համար հասկանալ է, որ սա շատ ավելի վտանգավոր է։ Իշխանությունները առաջերտին պետք է իմ պահանջները կատարեն։ Որոնք են ձեր պահանջները։ Դե հիմնական պահանջը Սերգեյ ջան, այնա որ ընկերությունները անցնեն հոյակապ։ Օրենքը հարգվի, պահպանվի, որ տեխնացուներին նաև Դուք են կարելի որ կարելի է ուտել լավ պլոտնի ընտրություններից առաջ ոչ թե ընտրություններից հետո որ բոլոր հանցագործները հանձնվեն ոստիկանությանը որ բյուջեով ժողովրդի հետ մի քիչ կիսվեն որպեսզի մենակ այդ փողերը կարելի է եթե չի կարելի եւ իհարկե որ Հայաստանը այսպես երկիր դառնա Այս որտեղ էր։ Նոր։ Հա։ Նոր Զելանդիա։ Նոր Զելանդիա։ Պարոն Թարսիկյան, ինչու եք այդքան մեծ անիրական պահանջներ դնում։ Չի՞ մի քանի փոքր կամ միջին չափսի իրական պահանջ դնեք։ Նո, հոյակապ ընտրությունը շատ կոնկրետ բան է, Սերգեյ։ Դիտե հոյակապ անցնել ընտրությունները։ Հա։ Մարդը որոնք տեղամասից դուրս գա, մի անգամից կասեն, «Արա դե հոյակապ անցավ ընտրությունները, էլի, հա»։ Զորով չի, հետո մենք մանր-մունր հարցեր լուծելու ժամանակ չունենք, պետք է արագ, կայծակնային, կտրուկ, բիբար ունես, հեղափոխական ինչ որտեղ։ Լավ, իսկ եթե հանկարծ չկատարեն ձեր պահանջները, ինչ եք անելու։ Դե մի երկու օրից ռացիոնիցս ընդհանրապես հանելու եմ մրգեղենը, բանջարեղենը անցնել եմ մենակ խաշի, այսինքն օրը 120,000 կալորիա մինիմում։ Իշխանությունները հասկանան, որ ես կատակ չեմ անում իրանց հետ։ Ես հույսով եմ այդ դեպքում միանշանակ կատարեն ձեր պահանջները։ Այդքան արագ էլ ինձ թվում է պետք չի, որովհետև խաշից հետո կանցան դեսերտների օրը, թող դեսերտների օրն էլ անցնի, նոր կարելի է հոյակապ ընտրություններ անել։ Բայց ոնց որ այդքան չեք տանջվում, հա, հացախզարումից։ Վերջը Սերգեյ ջան, ահավոր տաներ է, մի հատ տորտը կփոխանցես։ Ահավոր դժվար է, բայց դա ինչ որ մեկը պետք է անի։ Վերջո Հայաստանի համար եմ անում, քո համար եմ անում, Սերգեյ ջան։ Շնորհակալություն Ղարիբ, ես վստահ եմ, որ ձեր պահանջները կկատարվեն եւ Հայաստանում չարիքը կվերանա ձեր ակցիայի արդյունքում։ Այսքանն էր մեծ հյուրը։ Պրոշյան, մենք հաղթելու ենք։ Այս շաբաթ հայտնաբերեցինք տարվա ամենասյուր վիդեոներից մեկը։ Լոս Անջելեսա բնակ ինչ-որ մի ինտերնետ օգտատեր, ծեր օգտատեր եւ համաձայն Facebook-ի գովազդի վտարանդի գրող ինչ-որ։ Բացահայտեց Arm-Comedy-ի գաղտնի կապը Պարուր Հայրիկյանի նախընտրական քարոզարշավի հետ։ Ուրեմն $20,000 Պարուր Հայրիկյանին որտեղից է եկել։ Ինչ բանով է, հենց մտավ, սկսեց Սերժ Սարգսյանին պաշտպանել։ Հենց մտավ այն երկու այդ երիտասարդ կան, չէ՞ որ կապիկություն են անում, sense ոտքերը ձեռքերը շարժելով, հումորներ են անում, բան են անում։ Սրանց հատուկ բաներ տրված, որ հանկարծ Պարուր Հայրիկյանին չծաղրեն։ Փաստորեն մենք Ամերիկայում ավելորդ ձեռքերի շարժումներով ենք երևում։ Ձեռքերի ու ոտքերի։ Լավ, դե հիմա ինտերնետ օգտատեր է, Skype-ը բացահայտել, հիմա հա պետք է իր տարիքը հարգել, վերջը վտարանդի մտավորական է համաձայն Facebook-ի գովազդների հաղորդումը նայում ենք, չէ։ Եվ այս սենց թաթիկների վրա բարձրացրեցին նրա հեղինակությունը այդ հաղորդումը։ Վերջնամասում նա տրիումֆի մեջ էր, որովհետև սկզբից դա զգուշ էր, այսինքն կպահպանեն պայմանավորվածությունը, թե սրանք կծող երեխեք են, բայց պարզվեց, որ պահպանեցին մինչև վերջ եւ նա դիրք ընդունեց։ Ես այդ հաղորդումը տեսել եմ, հոգեբանությունը շատ ծանոթ է։ Դե դատելով բառապաշարից ոչ թե այդքան վտարանդի մտավորականը կամ գրող ինչքան վտարանդի քյաբաբ ուտող։ Փաստորեն էս մակարդակի ռազմայնակիցները հա կորցրել Հայաստանը։ Արտագաղթը պլյուսներ էլ ունի ոնց որ։ Սպասի տեսնենք, էլ ինչ ասում էս մարդը։ Էս մարդը բոմբ է։ Ուրեմն Պարուր Հայրիկյանը 20,000 չի տա։ Այդ փողը տվել է Սերժ Սարգսյանի միջնորդը, որը ասել է մտի խաղա հաստատ
կտանես 5% ու այդ փողը քեզ կմնա շինարարությունը կշարունակես տրամաբանական Տրամաբանությունը իհարկե հա, բայց գուցե լեզու գտնենք մեր ինտերնետ օգտատերի հետ։ Փորձենք։ Հարգելի Skype-ի ծեր օգտատեր։ Skype չի Ovo-ա։ Ovo, այդ ո՞րն է։ Այդ Skype-ն է ծեր մարդկանց համար։ Լավ։ Մի խոսքով հարգելի ծերունի։ Եթե մի երկու շաբաթ սուս մնաք Հայրիկյանի փողերի թեմայով, տված փողից կեսը ձեզ կտանք։ Սենց որ խոսում ես կարողա չճանաչի։ Բա ոնց խոսամ։ Սենց ոտքերը ձեռքերը շարժելով հումորներ են անում։ Հա, ճիշտ է, կներեք։ Հարգելի ինտերնետ օգտատեր, հասկանում եք, որ կյանքը Ամերիկայում շատ թանկ է, այնպես որ եթե ինչով կարողանանք մենք կօգնենք։ Կարևորը պալիտ մի արեք, որ մենք գախնի օգնում ենք Հայրիկյանին։ Քարոզապլավը մեզ մի փոքր խանգարեց սպառզել, թե ինչ եղավ Ձյաձ Վիտալիկին։ Դիտենք ՀՀ ինտելիգենցիայի մասին պատմող ռեպորտաժի երկրորդ մասը։ Տեսնենք արդյոք Ձյաձ Վիտալիկը դեռ կենդանի է։ Նոր տարվա գիշերը ավազակային հարձակում է տեղի ունենում Հայաստանի Հանրապետության ինտելիգենցիայի տան վրա։ Ձյաձ Վիտալիկը փնտրում է մեղավորներին։ Անկոմեդին վերջին անգամ տեսել է Ձյաձ Վիտալիկին անցած տարի, եւ երբ Ռուդոլֆ Եղավիչը ընկնում է կլինիկական ընկճախտի մեջ, հանկարծ ստանում է ճակատագրական մի զանգ։ Գագիկ, ինչ ես բերել։ Բալիզես, բոմբ։ Ձյաձ Վիտալիկին եմ նկարել, էս էլ Պեպոյի ասած բարաթը։ Մերսեդես չի կարող պատահի, Մերսեդեսի կողքը։ Այգու ցավը տանեմ կլորֆար Մերսեդեսով 3 եմ նկարել Ձյաձ Վիտալիկին, 100% ինքն է աղբեր։ Մարմնավաճառություն մի սովոր ասեք, ինքն է։ Չէր կարա ինքն ներ, բայց 100% ինքն է։ iPhone 5 ոնց կարա Ձյաձ Վիտալիկը ունենալ։ Այ, մելոդիա, это наша мелодия։ Հաստատ մեկը մեկին դոմփել է։ Ալո։ Ձգեք միջև գամ, ոչ մի սկորի։ Հա։ Արա ապարատը սկորը։ Ապարատիկ возьми։ Տղաները փորձեցին փնտրել պատասխանը ամենատրամաբանական վայրում՝ ինտերնետ։ Ну что Google там говорит? Մի րոպե, Ձյաձ մի րոպե։ Ձյաձ Վիտալիկով չի բերում։ Իսկ ազգանունը ոնց է իրա։ Հա, իհարկե, ազգանունը Ձյաձ Վիտալիկ։ Մելիք Շահբազյան։ Մելիք Շահբազյան։ Яблочко. Վիտալի Մելիք Շահբազյան։ Շահբազյան։ Ահա, մի րոպե։ Դիտում եք մանրամասները, մեր այսօրվա հյուրն է նախագահի նոր թեկնածու Վիտալի Մելիք Շահբազյանը, բարև ձեզ։ Պարոն Մելիք Շահբազյան, մենք ձեր մասին Չէ, ախր ոնց կարա ինքը լինի հաղորդ։ Պրոֆեսորի կոչում Կիևի կենսաբանական համալսարանից։ Հա էլի։ Ձյաձ Վիտալիկ, Ձյաձ Վիտալիկ։ Որ կենսաբանը կարող է երկիր կառավարել։ Թիմ ունեք, ով է ղեկավարելու ձեր շտաբը։ Լավ, ծրագիր ունեք։ Ինչ որ բան վերջը կասեք, թե ամբողջ հարցազրույցի ընթացքում լռելու եք։ Ձյաձ Վիտալիկն էր, ինքը հենց սենց չխոսքան հասկանում ես։ Ձյաձ Վիտալիկի բացահայտումը YouTube-ներում ավելի շատ հարցեր առաջացրեց, քան պատասխաններ տվեց։ Ինչի գնաց այնտեղ, какая политика, այնտեղ ախր վտանգավոր է, այնտեղ էպոսագետներ կան, всяческие, էս վարալիքներ։ Arnews։ Давай пойдем, да, Давай, գնացինք։ Это же дядя Виталик. Дядя Виталик. Дядя Виталик. Дядя Виталик. Если Рудольф Германович, человек уже шахмат, шашки хагали, Чехардан, Эдик Рудикова, Хаумейк. Дядя Виталик. Барон Мелик Шахбазян. Еще Хосуменко и Манкейна. У меня еще ваш Шопенгауэр. Давай, слушай, первый знаешь. Попоки на манара. Попоки на манара. А, попоки. Ախր ինչ
Բարև ձեզ։ Ձեզ Վիտալիկ, ո՞նց եք վերադառնալուց հետո ո՞նց եք զգում ձեզ։ Ձեզ Վիտալիկը մի քիչ չխոսքան է այսօր երևի ոնց որ, բայց ամեն ինչ լավ է, կարևորը նա վերադարձել է, ամեն ինչ նորմալ է, քյարթ համայնքն էլ խոստացել է պատը սարքել շուտով։ Իսկ ով էր իրան դրթել, ավելի ճիշտ բրթել դեպի քաղաքականություն, չի ասում։ Այդ դրամաշներն է լռում, պարտիզանի նման լռում է, հա։ Բայց կասի ոչինչ ստմա կծակվի։ Իսկ դա մենք մի քիչ սեմիչկա ունենք, մի 3-4 հատ կարող ուզենալ։ Չէ, մերսի։ Չէ, մերսի։ Հաստատ։ Հա, հաստատ, անշատ, մերսի։ Հաջողություն։ Իսկ այժմ եղանակի տեսությունը կներկայացնի Ցոլակ Ցիկլոնյանը։ Դրեք այսօր եղանակի տեսություն չի լինելու։ Ինչու՞։ Որովհետև անսպասելի ձուն է եկել, կաբել, մաբել լրիվ փոկվել է, ինտերնետ չունեմ, 2 օր առանց ձիոլա գնա։ Էդե լավ էլի։ Չնայած գեոմագնիսական դաշտը հիշում ինչքան էր Վազգեն։ Գեոմագնիսական դաշտը ղառը 9։ Այսքան էր այսօրվա Arm Comedy-ն, ձեզ մաղթում ենք բարի երեկո կամ առավոտ։ Մի փոքր կբացահայտեք մականվան գաղտնիքը, լիսկա մականունի։ Էներգիչն լինելով հանդես կար մի տարիքով մարդ, ասում էր լիցքավորված է։ Որտեղից է տես մնացել է լիցքա այդ անունը, լիցքա էլի, մեջը լիցքա։ Oh, that shark, babe, has such teeth, dear, and it shows them a pearly white. Just a jackknife, where's all of my kid, the baby, and he keeps them out of sight. What chink fine sense? Բարին հաղորդում ես։ Նախ ավելի խնդալու է։ 100%։ Woohoo! Բայ դες։